2026 թվականին դուք տեղյակ եք, որ արդեն սկսեց աշխատել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, բայց պիտի նաև արձանագրեմ, որ դա առանձին վերցրած իրադարձություն չէ, որ մեկ էլ հանկարծ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 1-ին։ Սա ըստ էության 8-ամյա հետևողական բարեփոխումների արդյունք է, քայլ առ քայլ բարեփոխումների արդյունք է, որով մենք կարողացանք հասնել այն կետի, որովհետև խնդիրը միայն համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելը չէ, խնդիրը նաև այդ համակարգի բնականon աշխատանքը ապահովելն է, ու քանի որ նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքում կային շահարկումներ, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է եւ կառավարությունը դա արել է նախընտրական նպատակներով, ուզում եմ հստակ արձանագրեմ, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է եւ 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում, այս պահի դրությամբ ամենակարևոր արդյունքն այն է, որ մինչև 18 տարեկան երեխաներ եւ 65+ տարեկի թոշակառուները օգտվում են պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրության համակարգից եւ սա նույնպես շատ կարեւոր ձեռքբերում է։